Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը կրկին օրակարգ է բերել անկլավների հարցը։ Ըստ նրա Արցվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Տիգրանաշենը, Քյարքին եւ Տավուշի մարզի անկլավները Բարխուդառնուն եւ Յուխարի Ասկիպարան Ադրբեջանի։ Փաշինյանը նաեւ հիշեցրել է Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին, ընդգծելով, որ տարածքային վեճերը ռազմական ճանապարհով լուծել հնարավոր չէ։ Փաշինյանի այդ հայտարարությունը սակայն նորություն չէ։ Անկլավների վերաբերյալ նման մոտեցում նա արտահայտել էր նաև նախընտրական շրջանում։ Հետևաբար գործ ունենք ոչ թե իրավիճակային հայտարարության կամ քաղաքական իմպրովիզացիայի, այլ հետևողականորեն առաջ մղվող քաղաքական գծի հետ։ Ավելին, հայ-ադրբեջանական կարգավորման ներկա տրամաբանության պայմաններում անկլավների հարցի հայտնվելն օրակարգում միանգամայն կանխատեսելի էր։ Խնդիրն այլ է, ինչ սկզբունքով է լուծվելու այդ հարցը։ Եթե Հայաստանը պատրաստվում է հրաժարվել Տիգրանաշենի եւ Տավուշի մարզի անկլավների նկատմամբ փաստացի վերահսկողությունից, ապա բնական հարց է առաջանում. ինչ է տեղի ունենալու նույն պահին Արցվաշենի հետ։ Կա համաձայնություն, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն միաժամանակ։ Կան հստակ եւ փոխադարձ պարտավորություններ։ Եվ վերջապես, ով ու ինչպես է երաշխավորելու դրանց կատարումը։ Այս հարցերի հրապարակային պատասխաններն առայժմ չկան։ Հենց այստեղ է միակողմանի զիջման հիմնական վտանգը։ Տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողության հանձնումը կոնկրետ եւ ըստ էության անշրջելի գործողություն է։ Մինչդեռ Արցվաշենի վերադարձի քաղաքական ակնկալիքը, եթե այն ամրագրված չէ համարժեք, միաժամանակյա եւ երաշխավորված մեխանիզմով, բոլորովին այլ հարթության հարց է։ Պետական քաղաքականությունը չի կարող կառուցվել, մենք մեր քայլը կանենք, հետո կտեսնենք Ադրբեջանն ինչ կանի սկզբունքով։ Խնդիրն ունի նաեւ ռազմավարական չափում։ Տիգրանաշենը գտնվում է Հայաստան-Իրան կարևորագույն ճանապարհային ուղղության վրա։ Այդ տարածքի նկատմամբ վերահսկողության փոփոխությունն անմիջականորեն առնչվելու է Հայաստանի հարավային հաղորդակցություններին, բեռնափոխադրումներին եւ ընդհանրապես Իրանի հետ կապի անվտանգությանը։ Տավուշի մարզի անկլավների պարագայում եւս հարցը միայն մի բնակավայրի կամ հողակատորների մասին չէ։ Դրանց աշխարհագրական դիրքն անմիջականորեն կապված է Հայաստանի հյուսիս-արևելյան ճանապարհների, սահմանամերձ բնակավայրերի եւ անվտանգային ենթակառուցվածքների հետ։ Արցվաշենը Հայաստանի տարածք է եւ դրա վերադարձը բնականաբար բխում է մեր պետության օրինական շահերից։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ կարելի է մեխանիկորեն ռազմավարական հավասարության նշան դնել Արցվաշենի եւ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող անկլավային տարածքների միջեւ։ Պետությունները տարածքային հարցերում առաջնորդվում են ոչ միայն քարտեզի վրա քառակուսի կիլոմետրերի հաշվարկով, այլև ճանապարհների, հաղորդակցությունների, սահմանամերձ բնակավայրերի անվտանգության եւ հնարավոր ռազմավարական հետևանքների գնահատմամբ։ Առավել խնդրահարույց է այն քաղաքական համատեքստը, որում ծավալվում է այս քննարկումը։ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքների որոշ հատվածներ, եւ այստեղ առաջանում է թերևս ամենակարևոր քաղաքական հարցը. ինչու է Փաշինյանը պատրաստ քննարկելու Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնումը, եթե զուգահեռաբար նույն օրակարգում եւ նույն հստակությամբ չի դրվում Հայաստանի ինքնիշխան տարածքների ադրբեջանական ուժերի դուրսբերման հարցը։ Հենց այստեղ պետք է գործի փոխադարձության սկզբունքը։ Չի կարող սահմանազատման մի հատվածում գործել քարտեզի անվերապահ տրամաբանությունը, իսկ մյուս հատվածում Հայաստանի տարածքների վերադարձը մնալ ապագայի անորոշության մշուշում։ Եթե հիմքում տարածքային ամբողջականության սկզբունքն է, ապա այն պետք է հավասարապես եւ միաժամանակ գործի երկու պետությունների դեպքում։ Հակառակ պարագայում սահմանազատումը Հայաստանի համար կարող է վերածվել ոչ թե հավասարակշռված գործընթացի, այլ հերթական միակողմանի զիջումների շղթայի։ Առանձին ուշադրության է արժանի նաեւ Փաշինյանի պաշտոնական բառապաշարը։ Փաշինյանը Տիգրանաշենը հիշատակում է ադրբեջանական Քյարքի անվամբ։ Տարածքային վեճերում տերմինաբանությունը սկզբունքային նշանակություն ունի։ Երբ պետության ղեկավարը սեփական երկրի վերահսկողության տակ գտնվող տարածքի մասին խոսելիս օգտագործում է հակառակ կողմի տեղանվանական բառապաշարը, դա առնվազն հանրային եւ քաղաքական ընկալումների աստիճանական փոփոխության խնդիր է առաջացնում։ Ինչ կարելի է անել այս իրավիճակում։ Առաջին տարբերակը ներկայիս ստատուս քվոյի պահպանումն է։ Արցվաշենը փաստացի մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Տիգրանաշենն ու Տավուշի մարզի անկլավները Հայաստանի։ Սա իհարկե վերջնական իրավական լուծում չէ, սակայն առնվազն թույլ է տալիս չստեղծել ճանապարհային, հաղորդակցային եւ անվտանգային նոր ռիսկեր։ Երկրորդ տարբերակը անկլավների հարցի լուծումը հետաձգելն է, այն կապելով իրական եւ ինստիտուցիոնալ խաղաղության ձևավորման հետ։ Երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները հասնեն այնպիսի մակարդակի, որ սահմանը լինի անվտանգ, հաղորդակցությունները երաշխավորված, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը կախված չլինի քաղաքական կոնյունկտուրայից, հնարավոր կլինի վերադառնալ նաեւ այս բարդ խնդրին։ Այսօր նման միջավայր ակնհայտորեն գոյություն չունի։ Ուստի հարցն այն չէ, պետք է սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանը։
Անշուշտ պետք է։ Հարցն այն է, թե ինչ պայմաններում, ինչ սկզբունքներով եւ ինչ երաշխիքներով է իրականացվում այդ գործընթացը։ Եթե Հայաստանը հանձնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, մինչդեռ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների վերադարձը չի իրականացվում նույն պահին եւ չի ամրագրվում նույնքան հստակ ու պարտադիր մեխանիզմներով, ապա նման գործընթացը դժվար է անվանել հավասարակշռված սահմանազատում։ Խաղաղությունը չի կարող կառուցվել մի կողմի կոնկրետ եւ անշրջելի զիջումների եւ մյուս կողմի ապագա հնարավոր քայլերի վրա։ Սահմանազատումը կարող է խաղաղության գործիք դառնալ միայն այն դեպքում, երբ գործում է 3 պարզ սկզբունք՝ փոխադարձություն, գործողությունների միաժամանակյա իրականացում եւ անվտանգության հստակ երաշխիքներ։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ անկլավների խնդիրը լուծելու փոխարեն հայ-ադրբեջանական հակամարտության նոր ռիսկերը պարզապես կտեղափոխվեն Հայաստանի ներս, էսկալացիայի նոր վտանգով։